Հեռախոսազրույցի ըստ էության առաջին արձանագրումը մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության նկատմամբ վերաբերմունքի հետաքրքրության վերահաստատումն էր եւ արձանագրումը, որ այդ օրակարգը շարունակում է նույնքան հրատապ լինել գործող վարչակազմի համար Միացյալ Նահանգների եւ մեր դեպքում էլ բնականաբար այդ նույն արձանագրումը կար եւ իհարկե երկրորդ հատվածը կամ թեման խոսակցության տարածաշրջանային իրավիճակն է եղել եւ մասնավորապես խաղաղության գործընթացը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարը նույնպես այդ արձանագրումը արեց, որ կարևոր փուլ է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության գալը եւ նախագծի համաձայնեցման վերաբերյալ բանակցությունները այդպիսով հաջողությամբ ավարտելը եւ երկուսս այն կարծիքին էինք, որ այս արդյունքը չպետք է կորսվի եւ խաղաղության համաձայնագիրը հնարավորինս արագ պետք է ստորագրվի եւ վավերացվի, այսինքն ուժի մեջ մտնի երկու երկրներում։ Ընդհանուր առմամբ սա թերևս այս բովանդակությունը նաեւ արտահայտված է հաղորդագրություններում, իհարկե նաեւ փոխադարձաբար կարևորել ենք եւ արձանագրել ենք, որ առավել եւս այս միջավայրում որևէ էսկալացիա մեր տարածաշրջանում չի կարող տեղի ունենալ եւ պայմանավորվել ենք, որ կշարունակենք բարձր մակարդակի շփումները Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ։